Վարդանանց փողոցի փոսը առանց բիտումի են լցրել շինարարները, փոխքաղաքապետը լրագրողների հետ հանդիպման է եկել, ամենաթարմ օրինակով է կիսվում։ Իրենք, ավելի կոնկրետ քաղաքապետարանի շինբարեկարգման աշխատակիցներն են պարզել, փոսը փխրուն է, ամորֆ, հիմքն ամուր չէ, քանդված, հետո լցրածը նորից կքանդեն, նորից կլցնեն։ Ճուցամ շինարարի հաշվին, այսինքն քաղաքապետարանը այդտեղ գումար չի ծախսելու եւ պետք է ստանան այն փոսալցումը, որը որ նախատեսված է։ Այդ խնդիրը հատվածային մասնակի տեղերում լինում է, ոչ թե բիտումի խնդիրն է, այլ շինարարի մոտեցման խնդիրն է։ Օրերս տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը բացառել էր, թե ճանապարհային դեպարտամենտը, որը հենց իր ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ է գործում, մայրաքաղաքում կառուցել է գեթ 1 կիլոմետր երկարությամբ այնպիսի ճանապարհ, որը կարող էր քանդվել ձնամաքրման աշխատանքների ժամանակ փողոցներին աղ-շաղ տալու պատճառով։ Ես վստահ չեմ, որ Երևանում նոր կառուցված ճանապարհ է քանդվել եւ աղի պատճառով ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաև մեր նախարարությունն է եւ քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գեթ 1 կիլոմետր այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանը սակայն վերահաստատում է քաղաքապետ Ավինյանի խոսքերը։ Վերջին շրջանում մայրաքաղաքի ճանապարհները քանդվեցին, փոս ընկան ձյան ու սառույցի դեմ պայքարող աղի պատճառով նաև։ Նախորդ տարվա համեմատ տեղումների ծավալը մեծ էր, նույնիսկ աննախադեպ։ Իրենք էլ զինապահեստն էին ավելացրել, 2.5 անգամ ավելի աղ ու ավազ են լցրել մայրաքաղաքի փողոցներում։ Միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, այսինքն նույն աղ ու ավազը լցվել է նույն քանակի, պայմանավորված է նրանով, թե երբ ենք մենք այդտեղ իրականացրել փոսալցման աշխատանքներ կամ միջին նորոգման աշխատանքներ։ Օրինակ Վարդանանց փողոցի բացահայտված փոսը, որ լցրել էին առանց բիտումի, մի ընկերության ձեռքի գործ է, որը Փամբուխչյանի տեղեկացմամբ փոխկապակցված է Երևանում նախորդ տարի այդ աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ։ Այդ ընկերությունն էլ նախկինում կատարած խախտումների համար քրեական վարույթներով է անցնում։ Գուցե անցած տարի էլ իրենք են առանց բիտումի փոս լցրել, իսկ երաշխիքի փաստաթուղթը դեռ ուժի մեջ է։ Լրագրողն է հարցնում. տեղեկություններ կան քաղաքապետարանում։ Այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Պատճառներ, հետևանքներ, վերահսկողություն, անցում թերություններն ընդունել-չընդունելուն, շինընկերությունների խախտումները տեսնել-չտեսնելու խնդիր չունի քաղաքապետարանն, ասում է Փամբուխչյանը, իսկ ընդունում են, թերացել են։ Բնականաբար ցանկացած մարդ, այդ թվում նաև քաղաքապետարանը, մենք եւ ես ունենք մեր թերացումները մեր աշխատանքում։ Մեքենան վնասվել է սառույցը չեզոքացնող աղի պատճառով ընկած փոսերից։ Փոխհատուցման ակնկալիք պետք չէ ունենալ, փոխքաղաքապետի ձևակերպումն է։ Այդպիսի մեխանիզմներ չկան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։